շարունակությամբ, այստեղ էլեկտրական անվտանգության հարց չի առաջանում, եթե մենք սակագին ենք բարձրացում ինչ ասում եմ, առանց ինչ-որ բաներ հաշվի առնելու։ Իհարկե բարձրացնում է, ես անդադ որ ասում եմ ժողովրդին, որ խնդիր է լինելու, հիմա խնդիրները կամաց մոտենում են, դա այդ առաջացած խնդիրներն են ուզում իրենց օգտին ծառայեցնել։ Հիմա նայ կորուստները աճում, հա։ Նախ ասեմ ձեզ, այս սակագին հնարավոր է եղել զսպել 14-ից 7% իջացնելով։ Հիմա ինքը ասма չէ 7 չի, մեքենայություններ են արել։ Լավ այդ մեքենայությունները արեցի, գիտեք այդ մեքենայությունները իրենք շարունակական բնույթ պետք է կրեն, որ անդադ այդ թիվը պահպանվի։ Լավ ոնց արեցի ես։ Միայնակ չեմ կարող անել։ Այն ամենափոքր հաշվարկով 50-ից 100 մարդ է պետք է, տեղ ամենափոքր մեքենայությունը անելու համար։ Ամենափոքր։ Բա ուր են այդ մարդիկ, բա ուր է մեր պետությունը։ Ընկերու հարցինի պատասխան պետություն գոյություն չունի, այսինքն ժողովուրդը ուզում է հասկանա մենք թալանչի ենք թե չէ, իրանք ասում են թալանչի ենք, մենք անդադ իրենք ասում են ուղակի, ինչ եմ դա ասում, որտեղ ոչ մի փաստարկված բան չկա։ Նույն հաջողությամբ, եթե մենք թալանչի ենք, նայեք ինչ եմ ասում, մենք ես համակարգի ղեկավարն եմ, եթե ես թալանչի եմ ինչ-որ տեսուչի կամ 10 տեսուչի արածի մեջ 2000-ից, ապա այդ դեպքում ով է կառավարության ղեկավարը ամբողջ երկրում տիրող իրավիճակի համար։ Հռետորական հարց եմ տալիս, թող կառավարիչը հենց այսօր պատասխանի, եթե ես 6800 աշխատակցի մեջ 15-20-ի համար կատարածի համար թալանչի եմ, ով է կառավարության ղեկավարը այդ դեպքում, ինքը թող պատասխանի։